Մինչ վիդեո հոլովակը սկսելը, գնացեք եւ պատրաստեք ձեր տոնը սուրճերը։ Այսօր ուզում եմ խոսենք ամենայն ուժեղ ղեկավարներից մեկի մասին, ով եթե չլիներ, չէր լինի Սյունիքը, Գարեգին Նժդե։ Գարեգին Նժդեը ծնվել է 1886 թվականին Սյունիքի մարզ Կզնուտ գյուղում։ 17 տարեկանից Գարեգին Նժդեը միացել է հեղափոխական շարժմանը իբրև գիմնազիստ։ Հետագայում լքել է համալսարանը և գործել է ցարիզմի և սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցել է Բուլղարիա և Մակեդոնիա ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սաֆարովի և Լիապով Գույնի միջնորդությամբ և ընդունվել Սոֆիայի Դմիտրի Նիկոլովի անվան սպայական դպրոց։ Այնուհետև դպրոցը առաջին կարգ ավարտելով, Գարեգին Նժդեը վերադառնում է Կովկաս, որպեսզի Մուրադի Հայդուկայինի խմբի հետ վերադառնա Հայաստան։ 1909-ին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել բանտերում, Ջուլֆիայից մինչև Պետերբուրգ։ Մնացել է ավելի քան 3 տարի։ 163 դաշնակցականների ղանոտ դատավարությունից հետո Սիբիր չընկնելու համար անցել է Բուլղարիա։ Գարեգին Նժդեը մասնակցեց Բալկանյան պատերազմներին, իսկ հետո պատերազմեց Հայաստանի անկախության համար։ Սակայն նրա կյանքի ամենակարևորագույն դրվագը տեղի ունեցավ 1921 թվականին, երբ որ թուրքական և բոլշևիկյան ուժերը միացան իրար, որպեսզի գրավեին Սյունիքը։ Նժդեը հրաժարվեց հանձնվել և ստեղծեց Լեռնահայաստանի Հանրապետությունը, պաշտպանելով Սյունիքը մի քանի ամիս։ Պատմաբանների կարծիքով հենց այդ դիմադրությունն է եղել, որի շնորհիվ մինչ այսօր Հայաստանի կազմում է Սյունիքը։ Ավելի ուշ նա ստիպված եղավ արտագաղթել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գարեգին Նժդեը ձերբակալվեց խորհրդային իշխանությունների կողմից և երկար տարիներ անցկացրեց բանտում։ Եվ այսպես 1955 թվականին Ռուսաստանի բանտերից մեկում Վլադիմիրի բանտում մահանում է Գարեգին Նժդեը։ Այսօր Նժդեը շատերի կողմից համարվում է Հայաստանի անկախության պայքարի ամենանշանավոր ղեկավարներից մեկը։ Դից վերջում ուզում եմ ասել Նժդեի այս խոսքերից մեկը. «Մի խմեք իմ կենացը, այլ շարունակեք իմ գործը»։ Իսկ եթե քեզ դուր է գալիս այս պատմական թեման, ուրեմն բաժանորդագրվիր և պահպանիր վիդեո հոլովակը, որպեսզի շարունակենք պատմական կոնտենտը։